Եվ այսպես շարունակում ենք մեր քաղաքականացված գրասենյակ վլոգը հրապարակ TV-ի համար։ Ես Շակե Ավոյանն եմ։ Վաղ առավոտյան հասա միասնության թևեր կուսակցության մոտ եւ այստեղ տեսնում եմ ավտոբուսներ պատրաստվում են ուղևորվել մարզ։ Հիմա կճշտենք որ մարզն են գնում։ Մեկնում ենք Տավուշի մարզ, Գոշավանք, այնտեղից սկսելու մեր երթը։ Ահա, Քարոզ Արշավը սկսում է միասնության թևերը Տավուշի մարզից։ Բարև ձեզ։ Արդարությունը այսօր գնում է Տավուշի մարզ, ես ձեզ հետ գալիս եմ եւ կլուսաբանեմ ձեզ։ Ահա եւ հասանք Գոշավանք, սա Տավուշի մարզի Գոշ գյուղն է, այստեղ է գտնվում Գոշավանքի վանական համալիրը։ Դիլիջանից մոտավորապես 15 կիլոմետր հեռավորության վրա ենք։ Մխիթար Գոշը այս վանական համալիրի կառուցումը սկսել է 1188 թվականին։ Սկզբում համալիրը այլ անուն է ունեցել, ավելի շուտ կոչվել է այստեղ Գետի անունով, Գետիկ վանք, բայց Մխիթար Գոշի մահից հետո Գոշավանքը ստացել է իր անունը արդեն Գոշի անունով։ Այստեղ անձրև է, բայց Քարոզ Արշավը չի սպասելու, մինչև եղանակները տաքանան։ Նշեմ, որ Արման Թաթոյանը հենց ընտրել է առաջին տեղը, հատկապես Գոշավանքը, որովհետև դա հարգանքի տուրք է Գոշին եւ նրա դատաստանագրքին։ Այնպես որ արդարություն փնտրող մարդիկ եւ արդարություն խոստացող մարդիկ առաջինը եկել են Գոշավանք։ Իհարկե նշվեց, որ մեր հանդիպման վայրը պատահական չի ընտրվել։ Եվ այն ինչ որ իմաստով արտացոլում է մեր պայքարի գաղափարներն ու նպատակները։ Այստեղ Գոշավանքում մեզանից դարեր առաջ Մխիթար Գոշը գրում էր պետական մտածողության եւ իրավական պետության մասին։ Անգամ այն պայմաններում, երբ հայ ժողովուրդը չուներ սեփական անկախ պետությունը։ Ծավալ է։ Այստեղ Գոշավանքում ես կկենտրոնանամ երկու կարևոր կետի վրա, որոնք այս վայրում պատահական չեն, իրավունքի եւ իրար հետ կապված լինելու վրա։ Սկզբունք, որ պետք է դրվի որոշումների հիմքում, եւ ոչ թե կամ, եւ մարդու իրավունքներ, եւ զորեղ պետություն, եւ Երևան, եւ մարզեր, եւ ավանդույթ, եւ զարգացում։ Հայաստանը չափազանց երկար ժամանակ ստիպված է եղել ընտրել միայն մեկը։ Մենք վերացնելու ենք եւ վերցնելու ենք երկուսը միասին։ Գոշն իր ժողովածուն գրեց ոչ թե գրադարանի, այլ կյանքի համար։ Այսօր Հայաստանում իբր թղթի վրա կա օրենք, բայց կյանքում այն իրականում չկա։ Իրական անկախ դատարան հաճախ չկա էլ։ Կա հրաման, կա զանգ, կա լոյալություն։ Շատերը կորցրել են վստահությունը պետության, արդարության, նույնիսկ վաղվա օրվա նկատմամբ։ Մենք ուզում ենք փոխել դա։ Նրանք խոսեցին նաև 6 թվի մասին, Թաթոյանն ասաց, որ 6-ը, որը իրենց քվեաթերթիկի հերթական համարն է, քվեաթերթիկը 6-րդն է, պատահական թիվ չէ, սա 6-ը ամենափոքր կատարյալ թիվն է, պատահական չէ, որ իրենք հենց այս թվի ներքո են ասած։ Ինչու է կատարյալ, մաթեմատիկական իմաստով այն կատարյալ է կոչվում, որովհետև հավասար է բոլոր պատշաճ բաժանարարների գումարին։ Բաժանարարները 1-ը, 2-ը եւ 3-ն են, եւ երբ այդ 3 բաժանարարները գումարվում են իրար, ստացվում է նորից 6։ Չեմ կարող ասել, որ շատ մարդ է այստեղ հավաքված եւ հատկապես շատ են օրինակ Գոշավանքի հենց բնակիչները, բայց այսպիսի եղանակի համար իհարկե կարելի է համարել, որ սա քիչ չէ։ Ուղղակի ես մի քիչ դժվարանում եմ գտնել հենց տեղացիների։ Դուք Գոշավանքից եք, կներեք։ Խաղաղություն լինի, մի քիչ ավելի լավ բարելարվի, աշխատատեղեր բացվի։ Մեր ուզածը դա է, մեր արտագնացողները քիչ գնան, մեր գյուղում մարդ չի մնա։ Ընդհանրապես լավ ապագա ենք ուզում։ Մեր երեխաները, մենք այն ինչ տեսնում ենք, մեր երեխաները թող ավելի լավ ապրեն։ Միշտ ունենում էիք այստեղ պարտքերի ցուցակի տետր։ Այո։ Հիմա էլ ունեք։
Այն էլ ոնց Ուրա ունենք։ ցույց տվեք, ոնց որ թե չունեք։ Ոնց չունենք։ Ունեք։ Իրենք որ Այս բոլոր տետրերը այդպիսի տետրեր են։ չէ։ Պարտքացուցակը սա է, որը որ շատ վատ է մեր գյուղի վիճակը, գնալու են աշխատեն, որ աշնանը գան, նոր Քանի այսպիսի տետր ունեք հիմա։ 1, 2 դե մի հատ եմ սարքել, այս մեկը իման Հա։ սևագիր մևագիր, Այսինքն գյուղացիների մի մասը այստեղից ապրանք է տանում ինչպես առաջ, այսպես ասած նիսիայով։ հա, նիսիայով։ Նիսիայով տանում։ Շատ է, հա չի Աշխատում փոխվել դե այդ Հիմա դինամիկան։ էլ քարտային են սարքել, հիմա էլ վերցնում են քարտով բերում վճարում։ Օրինակը հնթոշակի օր ա եկել, վերցրել են ամբողջ ամիսը չի բավականացրել գումարը, վերցրել են եկել օրինակ քարտայինով վճարել։ Դե բա գյուղացի ենք, ոնց 10000-ը որ ավելացավ, տարբերություն չտվեց այս տետրերի մեջ։ 10000 թոշակը չավելացավ, այս ամիս պաստ։ տարբերություն չկա։ Գումար բարձրացավ, ինչ տարբերություն, ապրանքների գներն ա բարձրանում կամանց։ Տարբերությունը դե կաման մի հետ լավ ա, մի անգամ վատ ա, դե չեմ կարա լասեմ։ Լավ, իսկ առաջինը Ընդհանուր հանրահավաքն է վիճակը այստեղ։ ես լավ բան չեմ տեսնում, ես 7-8 տարի այստեղ աշխատում եմ, ես լավ բան չեմ տեսնում, նույն պարտքացուցակն ա, նույն տետրն ա, նույն գյուղն ա, ոչ մի աշխատատեղ չի ավելացել, նույնն ա։ Պարզ է։ Հաճախ են ձեզ մոտ գալիս քաղաքական գործիչներից, ճիշտ է, ինչքան շատ արդեն հավաքվում են, Դե գալիս են, հա, հաճախակի գալիս են, տուրիստական վայր ա, տուրիստներն էլ են շատ գալի։ Եվ պետք է ասել, որ բավականին շատ մարդ է այստեղ հավաքվել։ Ես չգիտեմ, այստեղ երևի կան եւ հենց այս կուսակցությանը համակրող, հարող մարդիկ եւ կան ուղղակի գյուղացիներ, ովքեր բոլորին էլ այս առաջիկա 1 ամսվա ընթացքում գալու են այստեղ լսեն, ծանոթանան նրանց ծրագրերին։ Բարի գալուստ, բարի ճանապարհ։ Հա։ Մենք աշխատելու ենք, որ ապրենք։ Ով էլ ուզում անտրվի մեր։ Իհարկե, դե չի։ Ինչի կա տենց բան, որ ինչ որ մեկը ընտրվի, որ դուք չաշխատեք։ Ոհենք ոչ էլ չընտրվողից տխուր։ Ով ընտրվեց։ Ընտրողը դուք եք, է։ Դուք եք ընտրողը։ Բա մենք չենք կա 10 հոգու ընտրենք։ Չէ, իհարկե, ո՞րն է չափանիշը, ինչպես եք դուք կողմնորոշվում, ում է պետք ընտրել։ Դա իմ գաղտնիքն է, ես։ Հա, եթե գաղտնիքներ եք։ Ուզում եմ ձեր կարծիքի իմանամ ընտրությունների մասին։ Այսա ընդամենը 1 ամսից ընտրություններ են։ Հա, քանիսա կապ չունի։ Տեսնում եք, ձկան գինը նրան հետաքրքրեց, բայց մեզ հետ զրուցել նրան չհետաքրքրեց։ Հարում, ում եք հավատում, թե դեռ չեք կողմնորոշվել։ Կողմնորոշված է։ Կա ժամանակ կա կանենք, էլի մի բան կանենք։ Կողմնորոշված է։ Այո, բայց հարգում է Թաթոյանի որպես արդար, Արդար աշխատած աշխատած մարդ, ինքը ազնիվ մարդ, իրան աշխատանքն բավականին լավ աշխատեց, խաղաղություն սիրող անձնավորություն։ Որպես մարդու իրավունքների պաշտպան հիշում եք իր աշխատանքը այդ։ շատ լավ, իհարկե, իր Այսօրվա մարդու իրավունքների պաշտպանը ինչպիսին է ձեր կարծիքով։ Ընկինը, ես իմ խելագար կինը, ճղճան մչան կինը, ես ինչ։ Չեք հավանում։ Չէ, չարչարում աշխատի, բայց նա Թաթոյան չի դառնալ, էլի։ Բարձր։ Որն է ձեր համար ամենակարևոր չափանիշը մարդուն որպես ղեկավար հավանելու ընտրելու համար։ Գիտեք ինչ կա, հարցը բարդ հարց է, նախ պետք է անհատը ինքը լինի պարզ, լինի ժողովրդական, լինի նվիրված ժողովրդին, գիտեք ինչ կա, հեռուստատեսությունը բանով չկանգնի ուրիշ աշխարհներ խոստանա, հենց գա պաշտոնը զբաղացնի, սկսի գողությունը թալանա, ավերվածություն չի կարելի, մարդը այսօրվա ղեկավարը պետք է մեծ ստանդարտներ ունենա։ Եվ այդ ստանդարտները ցավոք սրտի այսօրվա այս կուսակցությունները, որ գրանցվել են, դրանց շատերի մեջ ես չեմ տեսնում։ Դրանք մի մասը թալանի է գալիս, մի մասը գալիս է վրեժ լուծելու, մի մասը գալիս իր թալանածը պահելու։ Ինչքան գեղեցիկ է այս կենդանին։ Ինչքան գեղեցիկ է։ Եվ սա էլ իհարկե։ Հետաքրքիր է, Գոշավանքում ընդհանուր առմամբ կենդանասեր մարդիկ են ապրում։ Հա? Կենդանասեր են։
Իսկ քաղաքական արարածներից ում են նախընտրում այստեղ։ Այո։ Դուք Սամվել Կարապետյանի կողմնակից եք։ Հա։ Չեք կողմ։ Այսօր Արման Թաթոյանն է եկել։ Նրան ճանաչում եք։ Արման Թաթոյանը ինքն էլ է տեխնացու։ Հենա, տեսնում եք նկարը ավտոբուսի վրա։ Ահա, ինքն է։ Դե ունը կկարողանա անցնել, ինչ եք կարծում, վարչապետ դառնալ, հաղթել։ Կամ Սամվելը տյանսկենա կամ Նիկոլը։ Հա։ Պես կլինի, հա, կարծում եք։ Ես խոսքը սույշ։ Հա, կհիշեմ, եթե դուք այսպիսի գեղեցիկ ձի ունեք։ Գեղեցիկ։ Նա նկարվեց իրսյո։ I thought you want to see them landscape. Ահա։ Ես չգիտեմ, այս գյուղերում, օրինակ, կատուներին սիրում են այսպես։ Ահա, արտասահմանցիկինը իհարկե թափառական փիսիկին կսիրի։ Ինչ հաճելի է ձեր ինքնաերը, սամավարը, սիրում են զբոսաշրջիկները։ Այո, Ոչ եք մտածում, թե սամավարը հայկական է։ Բացատրում եք, այո, որ այն ռուսական, սլավոնական երևույթ է, հրաշալի է։ Տակ ինքնաերով, թեյ, հայկական խոտաբույսերով։ 7 տեսակ խոտաբույս։ 7 տեսակ։ Օրինակ մարդուն իմաստնություն, խելք տվող խոտաբույս կա։ Թե չէ։ Մարդը իրականում ինչ կա։ Մարդը իրականում ինչ կա։ Ուզում ենք, որպեսզի մեր քաղաքացիները քվեարկեն մեր օգտին հունիսի 7-ին։ Քվեաթերթիկ համար 6 արդարությունը գալիս է։ Այո։ Ինչպես եք։ Գոհ եք քարոզարշավի առաջին օրվա այս հանդիպումներից։ Աստորեն դուք սկսել եք արդեն այցելությունը, եղել եք Գյումրիում եք եղել երեք։ Գյումրիում ենք եղել, Երևանում ենք այցեր իրականացնում, իհարկե։ Եվ դա այսինքն այս քարոզարշավի պաշտոնական մեկնարկն է, թե չէ մեր հանդիպումները մենք շատ վաղուց ենք սկսել, քաղաքացիների շփումները, մարդկանց հետ, որպեսզի հասկանանք ինչ է կատարվում մեր քաղաքացիների էլ ավելի լսենք նրանց ցանկությունները, խնդիրները ձևակերպենք։ Կարևորը ոչ թե դուք հասկանաք ինչ է կատարվում, այլ քաղաքացին հասկանա դուք ինչ եք ասում։ Չէ, բայց նաև շատ կարևոր է, որպեսզի մարդիկ էլ տարբեր տեղեր ներկայացնում են իրենց կարծիքը, դիրքորոշումը եւ այլն, այդ շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է։ Բացի այն, որ անընդհատ ես ժամանակին բոլոր մարզերում լինելով խնդիրները արձանագրել ենք, հիմա նաև ձևակերպված ծրագրերով հստակեցույց ենք տալիս, թե ինչն է մեր նպատակը եւ ինչ ծրագրեր ունենք, ինչ նախաձեռնություններ ունենք անելու։ Դա է, այսինքն։ Պարոն Թաթոյան, միասնություն, դուք շատ այսպես հավակնոտ անուն եք վերցրել։ Այո, իհարկե։ Բայց ձեր ելույթով ես չեմ հասկանում դուք ում եք միասնության կոչ անում։ Մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին, այսքան ժամանակ ինչ ենք մենք խոսում անընդհատ միասնություն, ինչ է նշանակում, տեսեք գաղափար է ես ասեմ։ Միասնության թևեր, այսինքն մեզ հիմա նախ մեր երկրին ինչ է պակասում, չէ՞, կարևորներից մեկը միասնություն, որովհետև մեր ուժը մեր միասնության մեջ է եւ իսկ միասնության թևեր նշանակում է թև վեր բարձրանալ, իրար թևութիկունք լինել։ Հիմա գնում ենք։ Ուր եք գնում, կներեք։ Պարզ է։ Վայ, ինչ-որ մի բանի են սպասում, ոչինչ չունենք տանք այս շունիկներին։ Ափսոս։ Շարունակում ենք ճանապարհը միասնության թևերով, գնում ենք դեպի Իջևան եւ Աչաջուր։ Գիտեք հաջորդ բլոգում։ Սա Իջևանի շուկան է։ Եվ հատուկ ուզում եմ շեշտել, որ Իջևանում ամեն ինչ հատուկ ավելի համեղ է, ասում են։ Հետաքրքիր են առաջիկա ընտրությունները։ Ինչու եք այդպես դժգոհ, Տիկին ջան։ Նոր ստիպեցին թե օպերացիան մարտոնիում արեցին, շնորհակալություն քո։ Ոչ էլ իմացել եմ, հիմա եթե դուք չգայիք մոտենայիք, շատ շնորհակալություն ձեզ, որ գնահատում եք։ Այսպես պետք է լինի, որ կապ չունենա ում ախպերն է, ընկերն է եւ այլն։ Մարդը խնդիր ունի, պետք է լուծվի։ Սա է կարևորը։ Մերսի շատ։ Ես գա մեր երկրին տեր կանգնի, թող մեր երկիրը ծաղկացնի։ Կապ չունի ով է, Հանուն մեր անձերը, հա, Հանուն անձերը Հետո անձերը Ալբուրջան։ կապ չունի։ Կարևորը մտածեն հանուն հայրենիքի,